Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Լույսը բացվել է, բայց դեռևս արևը չի բարձրացել։ 6-ն անց է։ Այսօր էլի դուրս եմ գալու տնից, գնալու եմ քաղաք, որը վլոգի ընթացքում կասեմ։ Այժմ վայելենք այս լուսաբացի տեսարանը։ Թռչունները երգում են։ Ամենախաղաղ, լավ պահն է։ Քանի որ պետք է երկար մնայի, հավերին արդեն իսկ բաց եմ թողել, որ չխեղճանան։ Իսկ հիմա շտապեմ, քանի որ ավտոբուսով եմ գնալու այս անգամ, եւ տեսնենք, արևածագը կդիմավորենք ճանապարհից։ Դա ես դուրս եկա։ Մի հատ էլ նարցիսներով հիանանք, հետո նոր ճանապարհ դուրս գամ։ Գիտեք չէ, որ նարցիսները չեն քնում, եւ գիշեր ցերեկ էսպես պայծառ մնում են։ Եթե անգամ գիշերվա ուշ ժամին էլ մոտենում եմ, իրենք էսպես վառ, բացված են եւ ժպտում են ամեն պահ։ Դե գնացի։ Շատ սիրելի հետևորդներ ջան, սա էլ մեր շնորհ գյուղի շնորհ գետն է։ Մի թեթև վարարել է, սարերի ձյունը հալվում է եւ գետը վարարել է։ Ասեմ, որ սրանից շատ էլ է վարարում, այ տեսնում եք, այստեղ հիմա մոտենամ, մինչև այսքան բարձրանում է, այդքան շատ վարարումներ ա լինում։ Ահա։ Հիմա կարելի ասել հանգիստ է։ Իսկ թե ինչու եմ այս պահին այստեղ, սիրելի հետևորդներ ջան, երբ որ տուն կհասնեմ, արդեն մանրամասը կասեմ, թե իմ այսօրը ինչպես անցավ, այսպես գնում է եւ գնում ու խառնվում է Դեպետ գետին։ Դե իսկ արդեն Դեպետն էլ գիտեք չէ, որ գնում է դեպի Վրաստան, խառնվում է Թուր գետին, հետո գնում են Կասպից ծով։ Հիմա այսպես ես նկարահանումներ կատարեմ առանց խոսալու եւ ուզում եմ, որ դուք վայելեք մեր գյուղի հատվածի այս պահերը։ Ահա, այստեղ լայն ճանապարհ են եւ ես քայլեմ, դուք էլ վայելեք մեր բնությունը։ Ահա, օրը շատ հրաշալի է։ Տերերներ է դուրս գալիս, բայց ընդհանրապես այս շրջանում նաև ուռենու կատվիկներ են լինում։ Հիմա ուզում եմ տեսնել այս կողմերում ուռենու կատվիկներ կլինեն, թե ոչ։ Իսկ այս ծառը, որ ծաղկել է սենց սիրուն, սա էլ վայրի ալուչն է, ու այն սենց սիրուն ծաղկել է։ Ահա, ինչքան սիրուն է, մեղուները գալիս են։ Այնքան էլ անուշ հոտ ա գալիս, ջան, ահա, և էստեղ, տեսեք թե որտեղ աճել, մեր խոսքով, ուռենու կատվիկները ոնց որ էստեղ չեն երևում, չգիտեմ որ հատվածում կլինեն աճած, ամեն դեպքում այս մասերում չհանդիպեց, կուզեի որ դա էլ ցույց տալ, իսկ այս էլ վայրի տխլենին է, ահա, այստեղ էլի աճել է, իսկ հեռվում դեղին գույնով ծաղկածը էլի վայրի հոնն է, շատ է տարածված մեր մոտ այդպիսի վայրի պտղատու ծառերը, մեքենաները գալիս գնում են, ահա, և ես էլ արդեն քայլերս արագացնեմ, որ շուտ տուն հասնեմ, Եվ տնից արդեն կմիանամ ձեզ։ Այստեղ արդեն քանի որ գետի աղմուկը շատ բարձր էր եւ ես գոռալով էի խոսում ձեր հետ, սկսեցի փոխել իմ նկարահանման ոճը, Այստեղ ես լռել եմ եւ միայն թողել եմ, որ գետի ձայնը դուք լսեք, քանի որ շատ հետաքրքիր է գետի ձայնը,
թե այսպես վարարուն ձայնը, թե հանգիստ հոսքը շատ մեծ բավականություն է հաղորդում մեզ սիրելիներս ու մինչև որ ես այստեղ տարված էի այս հրաշք տեսարանով եւ վայելում էի իմ շուրջս, սա մեր գյուղի ներքևի հատվածն է, մեր գեղի տակն է, մենք այդպես ենք ասում, այդ պահին ծանոթ մարդ պատահեց մեքենայով եւ ես մեքենայով եմ բարձրացել գյուղ, այժմ տանն եմ եւ մոնտաժային տարբերակով եմ ձեզ միացել եւ տեսնենք հանգամանքները ինչպես կընթանա։ Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ձեզ եմ միանում հաջորդ օրը եւ ահա այսպիսի եղանակ այսօր էլ գժուկ մարտի արևը դուրս է եկել եւ բարձրացել է, ահա, այ հասել է, այ ուրա, այ էլի մտավ ամպերի տակ, մի խոսքով, մեր գժուկ մարտը իր հետարքիր տարուբերվող եղանակով թրջունները երգում են գարնան շնչով, այսօր աշխատանքի եմ գնալու, բայց մինչ գնալս ուզում եմ ձեզ միանալ, մի երկու գործ անեմ ու արդեն խոհանոցից կմիանամ։ Սիրելի հետևորդներ ջան, տանը մի քանի գործեր կատարելուց հետո հարմար պահն է, որ այս մի ընթացքն էլ ձեր հետ անցկացնեմ եւ ասեմ ինչ եղավ այս մի քանի օրվա ընթացքում, ինչպես որ գժուկ մարդն է իր եղանակային պայմանները այդպես փոփոխությունների ենթարկում, այդպես էլ երբեմն մեր գործերն են, չէ, հանգամանքները փոփոխական լինում, մեկ մեր սրտով է լինում, մեկ էլ ոչ, եւ այս օրերի ընթացքում կարծես թե ինձ մոտ այդ պահն էր, երբ որ վլոգի սկզբում ձեզ ասեցի, որ գնում եմ Ալավերդի քաղաք եւ ասեցի, չէ, որ ավտոբուսով եմ գնում եւ նկարահանումներ կանեմ, այդտեղ հանգամանքները այնպես եղավ, որ չկարողացա, ինչևէ, գնացի գործերս ավարտեցի, ասեմ, որ չկարողացա տաքսի ճարել, բոլորը կարծես թե զբաղված էին, դրա համար էլ ավտոբուսով գնացի, այնտեղ գործերս ավարտեցի, հետո այնպես ստացվեց հարմար մեքենա կար ու մինչև մեր գյուղի ներքևը եկա մեքենայով ու այդտեղից արդեն ոտքով էի սկսել գալ, եղանակը շատ լավն էր, արևային, տաք, շատ հաճելի էր այդպես քայլել, թեպետև երկար ճանապարհ պիտի գայի գյուղի ներքևից մինչև մեր տուն, կամ մի ժամ, կամ կես ժամ, կամ 40 րոպե, նայած թե ինչպես կքայլի մարդը, այդքան ճանապարհ է, հատկապես երբ որ ներքևից գալուց արդեն ճանապարհը հարթ չէ, այլ բարձրություն ենք բարձրանում, ինչևէ, այդտեղ մի քանի նկարահանումներ էլ կատարեցի, տարվելով մեր շնորհգետի վարարուն տեսքով եւ այդտեղ էլ չկարողացա ինչ պետք է խոսել, որ ձեզ հասկանալի լինի եւ միայն այսօր ոնց որ թե կարողանում եմ շարունակություն տալ, իսկ հիմա արդեն անցնեմ իմ բուն թեմային, որպեսզի ձեզ էլ հաճելի լինի եւ հասկանալի ու պարզ։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր առավոտվա իմ կոֆե-մոֆեն արել եմ, դե կոֆեն գիտեք որ կոֆեն է, մոֆեն է, ձում է, որը արդեն մի քանի օր է ինձ համար ընտրել եմ առավոտյան նախաճաշի այդ վայելելը, ձվով եմ նախաճաշում միայն, քանի որ մի քանի օր առաջ էլ ասել եմ, որ ուզում եմ նիհարել, թեպետև երբևիցե այդպես չեմ նստել դիետայի վրա եւ չեմ կենտրոնացել իմ նիհարելու վրա։ Հիմա սիրելիներս, քանի որ այստեղ խոսքը գնացվի մասին, ուզում եմ ցույց տալ իմ հավաքածուն եւ ասել, որ այստեղ թեյնիկը լցվել է ձվով։ Սա այստեղ 4 օրվա ձու է։ Եվ սա տաթևի համար եմ հավաքում, արդեն գիտեք, իսկ այստեղ էլ դրանից առաջ էի հավաքել եւ արդեն այսքան էլ այստեղ է հավաքվել, ահա, սա եմ օգտագործում եւ ուզում եմ ավելի թարմը տաթևի համար հավաքել, որպեսզի այս օրերի ընթացքում էլ կհավաքվի եւ բոլորը կփաթաթեն ու իր հետ կուղարկեմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ նաև խոսքը գնաց տաթևից, ասեմ, որ ուրախություն ինձ եւ ձեզ արդեն դուրս է եկել, ճանապարհին է, սակայն երեկոյան 8 ժամի տուն կհասնի եւ չեմ կարող ներառել այդ հրաշալի պահերը այս վլոգի մեջ
Հիմա այս վլոգս կավարտեմ եւ կգնամ իմ աշխատանքին եւ արդեն հաջորդ վլոգում դուք կտեսնեք Տաթևին իր լավ սիրուն անակնկալով։ Եկեք բոլորս հավաքվենք, սպասենք եւ մեծ դիտում բերենք Տաթևի անակնկալին։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեմ որ դուք էլ եք սրտադրով սպասում, չէի կարող չասել, քանի որ երբեմն բոլորիս հետ էլ այդ պահերը կա, չէ, երբ որ լավ բան է լինում, լավ առիթ է լինում եւ չենք կարողանում զսպել մեր էմոցիաները եւ ուզում ենք կիսվել ուրախությունը մեր դիմացինի հետ եւ ինչ որտեղ այդ սպասողական վիճակը այդ պահին մի քիչ թեթևանում է այդ սպասողական վիճակը, հիմա ինձ մոտ այդ պահն է եւ ուզում եմ ասել շատ ուրախ եմ որ դուք կաք իմ կյանքում, որ ես կարողանում եմ կիսվել ձեր հետ, թե իմ ուրախություններով, թե իմ ընդհանուր առօրյայով, ամեն ինչով, ինչևէ բոլորիդ շատ շնորհակալություն սիրելի հետևորդներ ջան եւ հիմա այս վլոգս ավարտելուց հետո կանցնեմ այլ գործերի, մի համով բան էլ կպատրաստեմ Տաթևի համար, իսկ հիմա ուզում եմ ասնել բուն թեմային։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք որ արդեն քանի օր է տրամադրվել եմ եւ ուզում եմ նիհարեցնող սմյուզի պատրաստել, բայց այստեղ Սենց մի բան կա, չէ, էլի բոլորիս կյանքում էլ, երբ որ ինչ-որ մի հարցում կապ չունի, թե ինչ հարց է, պես կարելի ասել, նպատակ ենք դնում կամ որոշում ենք կայացնում, որ ես ինչ բանը կսկսեմ, ես ինչ բանը կանեմ, հետո ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, հետաձգվում է, ինչ-որ մի բանը թերի է լինում, ինչ-որ մի բանը պակաս է լինում, այս օրերի ընթացքում այդ վիճակն է եւ ինչ-ինչ բաներ կամ չէ լինում, կամ պակաս է լինում, ինչևէ հիմա կարծես թե այդ ամենը պատրաստ է, բացի այն, որ չկարողացա ապակե կշերք էի ուզում գնել, կշռվելու համար, կիլոգրամները ճիշտ չափելու համար, դա էլ արդեն պատվիրել եմ, խանութում եմ պատվիրել, շինանյութի եւ մոտ օրերս արդեն կբերեն ու կգնեմ դա էլ կունենամ, իսկ քանի որ այդքան էլ խիստ կիլոգրամների եւ գրամների հետևից չեմ ընկնում, հենց այսպես էլ ես կարող եմ իմ կառուցվածքի վրա զգալ այն ինչ որ պետք է պատրաստեմ, որը որ արդեն երեկվանից եմ սկսել, ինչու եմ առանց ձեզ սկսել, ահա արդեն ես սմյուզին պատրաստել եմ, սիրելի հետևորդներ ջան, 2 բաժակ էր ստացվել, 1 բաժակը վայելել եմ, մեկն էլ դրել եմ սառնարանում, նախ եւ առաջ Առանց ձեզ եմ սկսել, որպեսզի ես էլ իմանամ ինչ եմ անում, ինչ զգացողություն կա, մի խոսքով, քանի որ առաջի անգամ եմ օգտագործում, երբևիցե իմ կյանքի մեջ նիհարեցնող սմյուզիներ չեմ օգտագործել, այլ սմյուզիները օգտագործել եմ զուտ, սիրողական, քանի որ արդեն շատ-շատերը գիտեք, որ հաճախակի պատրաստել եմ եւ զուտ լավ զգալու համար, ինչ որտեղ էլ առողջ լինելու, իմունիտետ ձեռք բերելու համար եմ օգտագործել, այլ ոչ թե նիհարելու եւ քաշ կորցնելու համար։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ զրույցս այնքան շատ է, միգուցե մի քիչ խառը ստացվի զրույցս, չգիտեմ, գիտեմ որ դուք ինձ շատ լավ եք հասկանում եւ նաեւ գիտեք որ զրույցի ընթացքում խոսքը խոսք է բերում ու քանի որ գալիս է պիտի ասենք Հիմա սիրելիներս համացանցում բոլորիս էլ հանդիպում է այդ նիհարեցնող նյութերը թե կարճ վիդեոների տեսքով եւ թե երկար զրույցների տեսքով ինչևէ եւ հենց որ թերթելով համացանցը մեզ հանդիպում է մենք մի պահ կանգ ենք առնում եւ ուզում ենք տեսնել թե ինչպես են խոսում, ինչպես են ներկայացնում, բայց ինչևէ ինչ որտեղ անհասկանալի բաներ են լինում, ինչպես որ իմ համար ու քանի որ ես էլ որոշել էի որ ես էլ օգտվեմ, փորձեմ, հասկանամ արդյոք դա ճիշտ է թե միֆ է երբևիցե չեմ տարվել, որ հատուկ զբաղվեմ իմ նիհարելու հարցով, քանի որ ինչպես տեսնում եք գեր չեմ, բայց նիհարել չեմ, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա իմ քաշը կոնկրետ չեմ ասի, քանի որ դեռևս սպասում եմ կշերքին,
բայց ասեմ, որ 1 տարի առաջ այս շրջանում եղել եմ 60-62 կիլոգրամ, որքան հիշում եմ, որից հետո դե գիտեք, որ վիրահատվեցի եւ դրանից հետո էլ երևի ինչ որտեղ սնունդի մի քիչ ավելի շատ ի նկատի ունենալով որոշակի կիլոգրամներ ձեռք բերեցի, բայց ես չեմ սիրում, որ ես գեր եմ լինում, այդպես մի տեսակ թեթև չի լինում, որոշեցի ես էլ փորձել, օգտվել, փորձել եւ տեսնենք ինչպես կստացվի եւ այդ ամենը իհարկե ուզեցի կիսել ձեր հետ, միգուցե ձեզ էլ ինչ-որ մի բանով օգտակար կլինեմ իմ խորհուրդներով կամ էլ դուք կարող եք ձեր խորհուրդները տալ եւ միասին հասկանանք ինչ ենք անում, ոնց ենք անում, արդյոք կարելի է թե չի կարելի, բայց նաեւ այստեղ ուզում եմ ասել, որ եթե արդյոք չտա, վնասել չի տա, ես այդ կարծիքին եմ, քանի որ ամբողջը միրգ է, բանջարեղեն է եւ բոլորն էլ թե միրգը թե բանջարեղենը շատ օգտակար է յուրաքանչյուրիս կյանքում։ Հիմա սիրելիներս անցնում եմ արդեն գործին, այսպես ասած, երբ որ ես երեք պատրաստեցի մեկ այսպիսի բաժակ, քնելուց կես ժամ առաջ վայելել եմ, իդեպ ասեմ, անմահական է, բացի այն, որ շատ եմ սիրում սմյուզիները, այս սմյուզին, քանի որ մի քիչ տարբերվող էր, քանի որ իր մեջ այլ հավելումներ կար, այսպես ասենք, սկզբիկումը մի քիչ այդպես, ոնց ասեմ, տարօրինակ էր թվում, հետո երկրորդը, երրորդ կումը արդեն զգում էի, որ դուրս գալիս է եւ սկսեցի այդպես մարմանդ վայելել։ Հիմա ուզում եմ ասել զգացողությունների մասին, սիրելի հետևորդներ ջան, աննկարագրելի զգացողություններ, դանդաղ, այդպես թեթևություն էր տալի, սկզբից այսպես կրծքավանդակում զովություն, հետո կամաց իջնելով դեպի ստամոքս, էլի յուրահատուկ զովություն, թեթևություն, ու այդպես հետո արդեն խուճուճ-մուճուճ զովացնելով շարունակում էր իմ օրգանիզմում գործել եւ դա ինձ դուր էր գալի։ Հիմա քանի որ սա ինձ դուր եկավ, մեկ բաժակն էլ այսպես, հենց բաժակի մեջ ծածկել եմ ու դրել սառնարան, հասկանալու համար արդյոք մինչև հաջորդ օրը ինչ տեսք ունենա, արդյոք կսևանա, արդյոք գույնը կփոխի, մի խոսքով, բայց ինչպես տեսնում եք, գույնը հրաշալի է, քիչ անց նաև կասեմ պատրաստման եղանակը, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ինքը նման է պյուրեի, բայց մի քիչ թույլ պյուրեի, հիմա պատառակը վերցնեմ եւ այսպես տեսնեք, եւ հասկանալի կլինի։ Քանի որ ամբողջ գիշեր մնացել է սառնարանում, ներքևի հատվածում մոտ 2 մատ լայնությունով թեթև ջուրը ներքև է իջել, քանի որ դե գիտեք, ջուրը միշտ էլ ներքև է իջնում, եւ ահա այսպիսի հումք ունի ինքը եւ շատ հաճելի է։ Հիմա սա դեռ ժամանակը չէ որ վայելեմ, քանի որ երբ որ ձու եմ վայելել, պետք է սպասեմ կես ժամ, որից հետո նոր պետք է սմյուզին վայելեմ։ Այսինքն, սիրելի հետևորդներ ջան, սմյուզին պետք է վայելել ըստ իմ իմացած այդ համացանցային նյութից օրը 3 անգամ ուտելուց կես ժամ անց, իսկ երրորդը քնելուց կես ժամ առաջ։ Երեկվանից եմ սկսել եւ ինձ դուր է եկել, որոշել եմ շարունակել, այդտեղ նշվում էր, որ սա 15 օրվա համար է եւ 15 օրում նիհարում են 20 կիլոգրամ, պատկերացնում եք, ես չեմ հավատում, բայց ուզում եմ փորձել, միգուցե այդպես է եւ բոլոր իրենց կանոններին ուզում եմ հետևել։ Այդ ընթացքում խորհուրդ է տալիս ոչ թե մեզ ուտելուց զուրկ պահել, այլ նորմալ, ինչպես որ մեր մնացած առօրյա օրերում սնվում ենք, այդ նույն եղանակով սնվում ենք եւ միայն ուտելուց հետո կես ժամ անց վայելում այս սմյուզին, օրը 3 անգամ։ Հիմա արդեն շտապ եմ պատրաստել եւ այս կես ժամվա ընթացքում ձեզ ներկայացնել, սիրելի հետևորդներ ջան, այստեղ ես արդեն լվացել, պատրաստել, բերել եմ։ Իդեպ ասեմ,
Այստեղ ես մեծ բլենդերի մեջ եմ պատրաստել, սա էլ էի մոտեցրել և ասեմ, որ մշտական այստեղ տեղ է զբաղեցրել, ահա, սրա մեջ էի ուզում պատրաստել, բայց քանի որ մանրեցնելով տեսա, որ այստեղ չի տեղավորվում, դրա համար էլ արդեն վերցրի իմ մեծ բլենդերը, որը նույն գործողությունն է կատարելու, ահա, հիմա սիրելի հետևորդներ ջան, համ պատրաստեմ, համ ասեմ և դուք էլ ուշադիր հետևեք, եթե ձեզ կհետաքրքրի։ Ահա այստեղ իր դանակն է, սովորական, այստեղ եմ տեղադրում, մի քիչ այսպես ինձ հարմարեցնում։ Արդեն տեսանք, այստեղ հիմա ասեմ, մեկ ամբողջական խնձոր է, մեկ կիվի է, մեկ անանուխի տերև է, մեկ նեխուրի տերև է, այսպես և մեկ վարունգ է, ահա, նաև պետք է ավելացնեմ մեկ ճաշի գդալ մեղր, անարատ մեղր և մի կտոր էլ իմբիր, որը երեք չեմ ավելացրել, քանի որ մոռացել էի ավելացնել, պատկերացնում եք, ահա, դե չի խանգարում, այսօր կպատրաստեմ, շատ-շատերը գիտեք, որ իմբիրը ունի շատ լավ լիքը օգտակար հատկություններ, թե իմունիտետի համար, թե օրգանիզմը մաքրելու, վիրուսներից պահպանելու և ունի թեթև կծու համ։ Ես իմբիր շատ եմ սիրում, երբեմն միշտ օգտագործել եմ, ասենք հատկապես ձմեռվա շրջանում, այն պահերին, երբ որ ես դեռ վլոգներ չէի կատարում, երբեմն իմ կյանքում այ իմբիրը օգտագործել եմ ոչ նիհարելու նպատակով, այլ իմունիտետ ձեռք բերելու նպատակով։ Հիմա արդեն իսկ սկսեմ։ Ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, վարունգը չեմ մաքրելու, այսինքն չեմ գեղևազրկելու, միայն այդ երկու ծայրերը և այսպես հենց ձեռքիս ափի մեջ, դասկա չեմ վերցնում, քանի որ այսպես ավելի ինձ հարմար է և գործը արագ է գնում և մանրեցնում եմ անմիջապես բլենդերի մեջ։ Եթե մի քիչ այս ու այն կողմ կգնան կամ կտորները մեկը մեծ կլինի, մեկը փոքր, դա չի խանգարում, ահա, սա մեր վարունգը։ Վարունգը նպաստում է, որ օրգանիզմի ջրի բալանսը պահպանի, դա իր կեղևներ լիքը հարուստ վիտամիններով, դրա համար էլ կեղևով եմ անում։ Հիմա անցնում եմ նեխուրին, քարաուզը, սիրելիներս, անցած անգամ ես նշեցի, չէ, որ այս տեսակը չէի ուզում էի, որ ավելի ցողունը հաստ լինի և առանց տերևների, բայց տերևներով նույնպես չի խանգարի։ Այսպես, սա էլ եմ մանրացնում, արագ և արդեն իսկ համեղ բույրը տարածվում է։ Հիշում եք չէ, որ ես նեխուր էի աճեցրել, արմատակալացրել, ասեմ, որ լավ վիճակում է և աճում է, բայց փոքր է։ Նա կաճի, կծաղկի, սերմ կտա և սերմ կվերցնեմ, ես էլ կունենամ։ Այստեղ արդեն անանուխն է, իր այս պոչիկի հատվածը մի քիչ կոշտ է, զգում եմ, դրա համար մի փոքր կտրում եմ, հեռացնում և սա նույնպես մանրեցնում եմ։ Քանի որ իր հոտը շատ սուր է, դրա համար էլ մեկ ցողունը հերիք է։ Թեկուզ եթե մի քիչ խոշոր, մի քիչ մանր, դա չի խանգարում, միևնույնն է բլենդերը բոլորը մանրացնելու է։ Հիմա այստեղ ուզում եմ կիվին մաքրել, կիվին այ արդեն կեղևով չի լինի, պետք է անպայման կմպել։ Այսպես, հնարավորինս բարակ, դե գիտեք, որ արդեն ես ընդհանրապես սկսենք կարտոֆիլից հաստ եմ մաքրում, բայց հիմա այս դեպքում փորձեմ մի քիչ բարակ մաքրել։ Կիվին էլիքը լավ բաներ է նպաստում, հենց նիհարման պրոցեսի համար և չեմ ուզում այդ նյութի այդ բաները կրկնել, ուղղակի գործողությունն եմ ներկայացնում, այսպես, սա էլ մեկ կիվին և արդեն անցնում եմ խնձորին։ Սա էլ, սիրելի հետևորդներ ջան, նույնպես չեմ մաքրելու կեղևը, քանի որ համը կեղևի մեջ է, դրա վերաբերյալ նաև շատ լիքը հումորներ կան, հիմա ահա տեսակ, որ նույնպես կեղևով է և
մանրացնում եմ անմիջապես կեղևով, նույնիսկ իր միջուկը կորիզը միասին։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան չեմ մոտեցրել, պետք է նաև լիմոն մանրացնեմ եւ իհարկե իմ լիմոնի ծառից, քանի որ մի քիչ մտքերս խառնեն, այս պահին լիմոնը չէի մոտեցրել, նաև չասեցի սկզբում, որ մեզ նաև լիմոն է պետք։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ արդեն սպասողական վիճակում ենք լինում, երբեմն մեր մտքերը ցրվում են։ Մեկ ամբողջական խնձոր դե, հիմա պատկերացրեք, եթե ես այս փոքր բլենդերի մեջ էի արել, իհարկե չէր տեղավորվի։ Ու քանի որ արդեն փորձ ունեմ, որ գիշերը մնում է ու լավ է պահպանվում, դրա համար հիմա վստահորեն ձեզ եմ ներկայացնում այսպես։ Նաև ավելացնելու եմ 1 բաժակ ջուր, սիրելի հետևորդներ ջան, դա էլ նշեմ, առանց ջրի հնարավոր չէ սմյուզի ստանալ։ Եվ միասին կգնանք լիմոնը կքավենք, իհարկե, ավելի հետաքրքիր կստացվի։ Ընդհանրապես, երբ որ ինչ-որ մի բանը մոռանում ենք, հետո հանկարծ պահի տակ հիշում ենք, և ավելի գեղեցիկ է ստացվում այդ պահը։ Ահա։ Դե գնանք միասին լիմոնը քաղելու, ձեռքերս սրբեմ այստեղ։ Տեսախցիկը վերցնեմ և գնանք քաղենք լիմոնը։ Լիմոնները սորորվում են, քանի որ մի հատ մոտեցա, հետո հետ դարձա և հիմա արդեն ընտրել եմ, թե որն եմ պոկելու, քանի որ 3 պոկել էի այստեղից, սա էլ կպոկեմ հիմա, որպեսզի ճյուղը ազատվի ամբողջովին, որպեսզի կարողանամ այս ճյուղը էտել։ Սիրելի հետևորդներ ջան, չեմ մոռացել, որ լիմոնի թեմայով նույնպես խոսել, խոսքում եմ տված ձեզ, որոշ հարցեր եք ուղղել և դա հաջորդիվ։ Եվ սա էլ մանրեցնեմ, կտրում եմ բոչիկի և ծաղիկի այդ հատվածները, բայց եկեք մի հատ կիսեմ ու ցույց տամ ներսը, թե ինչքան հյութ եղավ, քանի որ արդեն ես գիտեմ, բայց ձեզ եմ ուզում ցույց տալ, ահա խնդրեմ։ Եվ հիմա սա էլ մանրեցնեմ, կեղևը շատ ամուր է ասեմ, քանի որ արդեն ուզում եմ արագացնել, չուշանամ նաև աշխատանքից, մեղրն եմ մոտեցրել, սիրելիներս, և 1 ճաշի լիքը գդալ սառը մեղր։ Դե կարևոր չէ արդեն սառն է, թել է, թույլ է, ամեն դեպքում իմ մոտ այս պահին սառն է մեղրը, բյուրեղացել է։ Սիրելի հետևորդներ ջան, շտապելուց քիչ էր մնում մոռանայի իմբիրի մասին, հիմա սա էլ եմ առանձնացրել իր ընդհանուրից, բայց այսքանը չեմ լցնելու, այլ մի փոքր մաս, այսքանի 1/3-ը։ Ընդհանրապես կարելի ասել աչքաչափով, որը նույնպես պետք է կեղևով ավելացնեմ, քանի որ այդ նյութը, որ ես կարդացի, այդպես էր տրված։ Մանրեցնեմ, արագ։ Եվ արդեն 5 րոպեները գնում են, հասցնեմ ավարտին հասցնել, եթե ինչ-որ մի բան անհասկանալի կդառնա, սիրելի հետևորդներ ջան, ապա կարող եք ինձ գրել, այսպես, սա լավ լստել է, և հիմա էլ ջուրը, 1 բաժակ ջուր եմ լցնելու։ Այսպես։ Ընդհանրապես, սիրելի հետևորդներ ջան, չեմ սիրել, որ շտապելով եմ վլոգներ կատարել, բայց այս անգամ կարծես թե այդպես ստացվեց։ Հիմա ամրացնեմ վերջապես և սկսեմ հարել։ Այսպես։ Դե արդեն գիտեք, սկզբի համար առաջին աստիճանի վրա, հետո հարկ եղած դեպքում 2-րդ կամ էլ 3-րդ, և մի փոքր աղմկենք այստեղ։ Երկրորդի վրա։ Եվ
շատ գեղեցիկ ստացվել է, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն վերջապես ավարտեցի։ Ահա։ Տանակը պիտի հանեմ անպայման, քանի որ այս ամենը պետք է թողնեմ հենց բլենդերի այս ապակե ամանի մեջ, քանի որ գիտեք, որ շտապում եմ աշխատանքի։ Ահա, վերջապես պատրաստ է իմ նիհարեցնող սմյուզին, սիրելի հետևորդներ ջան, եւ տեսեք ինչքան սիրուն է գույնը ընդհանուր, եւ նաեւ բուրմունքն է շատ լավը, հատկապես երբ որ իմբիրն էլ ավելացրեցի եւ չմոռացա։ Կպահեմ սառնարանում եւ ասեմ, որ այսքանը մեկ օրվա չափաբաժին է համարվում, կբաժանեմ 3 մասի եւ արդեն կվայելեմ։ Այսուհետ, սիրելի հետևորդներ ջան, ավարտեմ իմ այսօրվա վլոգը։ Եվ եթե հարցեր կլինեն, ապա կարող եք գրառումների բաժնում ինձ գրել, թեպետ է մի քիչ շտապելով ստացվեց այս ամենը, ինչևէ փորձեցի հնարավորինս մեր օրը գեղեցկացնել օգտակար բաներով։ Պակա, պակա, պակա։